Ընկերներ, պատրաստում ենք կիևյան կոտլետներ, պարզապես այս անգամ ոչ թե ծեծած հավի կրծքամսով, այլ աղացած։ Եվ այսպես նախ պատրաստենք միջուկը, որի համար փափուկ սենյակային ջերմաստիճանի կարագին ավելացնում ենք ճզմած սխտոր, մի փոքր խառնում ենք։ Այնուհետև մի փունջ սամիթը մաքրում լվանում ենք և մանր կտրատում։ Ավելացնում ենք սխտորին և կարագին և կրկին լավ խառնում, մինչև բոլոր բաղադրիչները համաչափ խառնվեն։ Աշխատանքային մակերեսին դնում ենք սննդային թաղանթ և ստացված զանգվածի մի մասը տարածում նրա վրա, ինչպես ներկայացնում եմ։ Փաթաթում ենք, լավ ամրացնում, գլորում ենք աշխատանքային մակերեսի վրա, ստանալով երկար ձողի տեսք, ապա տեղափոխում ենք սառցե խցիկ։ Այդ ընթացքում վերցնում ենք հացը և հնարավոր բոլոր չոր հատվածները հեռացնում։ Կտրատում ենք բաժանելով մասերի, լցնում ենք խորը տարայի մեջ, վրան ավելացնում սենյակային ջերմաստիճանի կաթ։ Թողնում ենք, որ հացը փափկի։ Իսկ այդ ընթացքում հավի կրծքամիսը աղում ենք։ Իդեպ բոլոր բաղադրիչների քանակները կգրեմ նկարագրության մեջ։ Փափկած հացը ավելացնում ենք աղացած կրծքամսին և շատ լավ խառնում։ Այնուհետև նորից աղում ենք մսաղացով։ Իհարկե շատերը առանձին են աղում, բայց ես երկրորդ անգամը նախընտրում եմ հացի հետ լավ խառնած աղալ, այդպես ավելի համասեռ զանգված ենք ստանում։ Համեմունքներից ավելացնում ենք աղացած սև պղպեղ և աղ, լավ հունցում ենք, ստանում համասեռ խճողակ։ Իսկ այդ ընթացքում միջուկը արդեն սառած է լինում։ Այն պետք է բաժանել մասերի։ Մասերի մեծությունը որոշեք ինքներդ, ելնելով նրանից, թե քանի կոտլետ եք պատրաստում և ինչ չափի միջուկ եք ուզում տեղադրել։ Այնուհետև վերցնում ենք ջուր, ձեռքերը թրջում ենք ջրով, մեկ լիքը ճաշի գթալ խճողակը վերցնում ենք ձեռքի ափի մեջ, մեջտեղում դնում ենք պատրաստի միջուկը և տալիս ենք կոտլետի տեսք։ Այսպես ձևավորում ենք մնացած բոլոր կոտլետները։ Առայժմ դնում ենք մի կողմ։ Քանի որ ես պաքսիմատը միշտ տանն եմ պատրաստում, նախապես հացը կտրատում եմ, չորացնում, որից հետո աղում մսաղացով և ստանում տնական պաքսիմատ։ Ձուն հարում ենք մի պտղունց աղի հետ, պաքսիմատը պատրաստ է, վերցնում ենք նաև ալյուր։ Այժմ մեր պատրաստի կոտլետները թաթախում ենք նախ ալյուրի մեջ, ապա ձվի, որից հետո պաքսիմատի մեջ։ Այս տարբերակով պատելուց հետո վստահ եղեք, որ միջուկը երբեք դուրս չի գա կոտլետների միջից տապակելիս կամ ջեռոց դնելիս։ Կոտլետները պատրաստ են, դրանք դասավորում ենք սկուտեղի կամ տախտակի վրա, տեղափոխում ենք սառցե խցիկ, հետագայում օգտագործելու նպատակով կամ կարող ենք տապակել միանգամից։ Ստացվում են շատ համեղ, փորձեք, վստահ եմ դուք էլ կհավանեք։